Star News-ն ինչպես արդեն տեղեկացրել էր, հոկտեմբերի 25-ին Ասատրյանների ընտանիքում տեղի ունեցավ գերշքեղ հարսանյաց արարողություն։ Այս անգամ ամուսնանում էր Արամ Ասատրյանի հանգուցյալ որդու՝ Ցեդրակ Ասատրյանի որդին՝ Արամ Ասատրյանը։ Իսկ նրա ընտրյալն էր գեղեցկուհի Աննան։ Զույգը կարճ ժամանակահատվածում կարողացավ վայելել հանրության սերն ու մեծ ուշադրությունը։ Հարսանյաց արարողությունն անցել էր բացառիկ շքեղությամբ։ Հատուկ ձևավորված սրահ, հյուրերի մեծ ամբոխ, տպավորիչ դեկորներ և անսպառ ուրախություն։ Star News-ը հետևել էր արարողության բոլոր փուլերին, ֆիքսել էր հուզիչ ու զվարճալի պահերը և ներկայացրել բացառիկ կադրեր։ Հարսանեկան արարողությունը մեծ արձագանք էր ստացել սոցիալական հարթակներում, նույնիսկ այս պահին հարսանիքից փոքրիկ հոլովակների մի մասը դեռ շարունակում է ակտիվ շրջել Instagram-ում։ Արամի կինը՝ Աննան, բավականին ակտիվ է վարում իր ինստագրամյան էջը։ Մեղրամսից հրապարակված մի շարք գեղեցիկ լուսանկարներ ու տեսանյութեր նա սիրով է կիսվում հետաքրքրասեր հետևորդների հետ։ Երեկ Աննան իր սթորի բաժնում կազմակերպել էր հարց ու պատասխան, որը սիրով ներկայացնում ենք հաջորդիվ։ Ամենահետաքրքիր հարցերն ու ամենաանկեղծ պատասխանները։ Ո՞րն էր հարսանիքի ամենահիշվող պահը։ Ես գնահատել ու սիրել եմ յուրաքանչյուր պահ, բայց եկեղեցական արարողությունն ամենահիշարժանն էր։ Այնտեղ մենք ստացանք Աստծո օրհնությունը։ Ինչ մասնագիտություն ունեք։ Ես պրոֆեսիոնալ հոնքերի և թարթիչների մասնագետ եմ։ 7-ից ավել տարի փորձով։ 2025 թվականի դեկտեմբերից սկսելու եմ ընդունել հաճախորդներ Լոս Անջելեսում։ Նախնական գրանցումներն արդեն բաց են, կարող եք գրել հասանելիության համար։ Քանի տարի է միասին եք և ճանաչում եք իրար։ Մենք իրար ճանաչում ենք 2022 թվականից։ Ինչպիսի՞ն են հարաբերությունները հեռավորության վրա։ Միշտ էլ հեշտ չէ, բայց երբ սիրում ենք իրար ու վստահում Աստծուն, ամեն ինչ կատարյալ պահին է տեղի ունենում։ Երբեք մի հրաժարվեք միմյանցից։ Սերը, հավատը և համբերությունը միշտ հաղթում են։ Կա քեզ համար օրինակելի անձ։ Իմ մայրը։ Հարցեր են եղել նաև հարսանեկան 3 զգեստների մասին։ Աննան պատասխանել է, որ բոլորն էլ հատուկ իր համար են կարված եղել։ Հավելել էր նաև իր երազանքների 4-րդ զգեստի մասին, որն Աննայի խոսքով իր իրականացված երազանքն է եղել։ Հետևորդներից մեկն էլ խնդրել էր տեղադրել այն հոլովակը, որտեղ Աննան հարսանիքի օրը իր տնից դուրս է գալիս։ Իսկ վերջում հարսի պարը, որը հուզել էր շատերին, քանի որ Աննան պարել էր ամուսնու Արամ Ասատրյանի երգի ներքո։ Առաջարկում ենք դիտել հոլովակներն առանց մեկնաբանության։